Այսօրվա նյութը շատ ծանր նյութ է, որովհետև չեմ հանդիպել մի մարդ, որ խռովք չունենա իր մեջ։ Այսինքն հազվադեպ մարդիկ կան, որ զգում ես, որ ներքին խաղաղություն կա մեջը։ Այսինքն շատ ցանկասեր չի, շատ բան չի ուզում, ոչ կյանքից, ոչ մարդկանցից, ուղղակի իր ներքին խաղաղ կյանքով ապրում է։ Իհարկե նրա նկատմամբ էլ գրոհներ են լինում, խոսքային, վարքի, փոխադարձ հարաբերությունների, կուլտուրայով, բացակայության իհարկե, բայց մարդը անցնում է խաղաղ։ Հիմա Հուսիկի հարցը հենց դա էր, որ ամեն մարդու չի հաջողվում, նույնիսկ շատ շատերին չի հաջողվում, որ բացասական էներգիան փոխակերպի, ձևափոխի, չափավորման մեջ դնի, հարմարացնի տվյալ մարդու էներգիաների հետ։ Ոնց որ էլեկտրական հոսանքը տրանսֆորմատոր է պետք, որ կարգավորի կամ միջացնի կամ բարձրացնի լարումը, որ հարմարացնի տվյալ հաստոցին կամ տվյալ տեղին։ Նույնն էլ մարդը պետք է իհարկե վարժվի պետք է, առանց վարժվելու չի կարող ասել, դե ճիշտ բան ասում ու վաղվանից ես դա կանեմ, հնարավոր չի։ Այդ տրանսֆորմացիան, այդ վերափոխումը հարմարացնելը, որ մարդը անընդհատ խոսելու ժամանակ չանգռում է, գծում է, մեծամտորեն փորձում է վիրավորել քեզ, նսեմացնել, որ ինքը բարձրանա, մանավանդ մարդկանց մեջ, բարեկամների մեջ, ընկերության մեջ, աշխատանքային process-ում հանկարծ մի դեպք է լինում, այդ շատ ահավոր ծանր էներգիա է գալիս աշխատողների վրա, հոգնածնող էներգիա։ Կարող է մի 8-9 ժամ, 10 ժամ առանց ընդհատելու մարդը աշխատի, այդքան չհոգնի։ Որքան այդ վիրավորանքը, որ հասցնում են իրենց վարքով, խոսելու ձևով, հպարտորեն, դրա համար շատ կարևոր հարց է այս տրանսֆորմացիան, որ Հուսիկի հարցը երևի չմոռացաք, ասում է ինչպես կարելի է բացասական էներգիան, որ անընդհատ հանդիպում ենք մենք, տեսնել, լսել, զգալ ու փոխակերպել դեպի դարձնել դրական էներգիա։ Ոչ միայն դուրսը, այլ ներսը պետք է մենք սովորենք փոխել։ Ընտանիքի անդամների վարք ու վերաբերմունքը։ Ես համոզվել եմ, որ միակ դրա ճանապարհը, ելքը, իհարկե գլխավորը սեր ունենալն է, շրջապատի նկատմամբ, կարմայի օրենքները իմանալն է, հատուցման օրենքը, վերամարմնավորման օրենքը իմանալն է կարևոր, որ միգուցե դու անցյալ կյանքում այդ մարդուն շատ վնաս ես տվել, եւ հիմա այս կյանքում նա պետք է անընդհատ քեզ քննության առնի եւ թեթև ձևով ավելի քան թե դու իրեն հասցրել ես անցյալ կյանքում։ Դրա համար է Հիսուսն ասում 7 անգամ 73։ Թե չէ ինչու պետք է ասի, որ մեկը անընդհատ այս կյանքում ոչ մի բան չի արել ու անընդհատ իրան գրոհում է, որ օրենքով, որ հիմքով։ Հիմա այդ մարդը ոնց կարող է տրանսֆորմացիայի ենթարկի բացասականա դրականի։ Եթե ընտանիքի անդամն է, եթե բարեկամն է, հարևանն է, ամեն վարքյան, ամեն հանդիպելուց հիշում ես նրա երեկվա ասածը, մի ամիս առաջվա, մի շաբաթվա, մի տարվա եւ անընդհատ այդ մարդը այդ էներգիան ուղարկում է։ Եթե ոչ մի բան չի ասում, մտքերով է ուղարկում, որտեղ աչքերից զգացվում է ինչ բացասական էներգիա է ուղարկում։
Դրա համար շատ կարևորում եմ այս հարցը։ Ես պարզապես չէի ուզում սրա մասին խոսեմ, որովհետև սա լրիվ առանձին հարց է, թե ինչպես, ինչ ճանապարհով, որ դեպքում, ում նկատմամբ, ինչպես փոխենք, որովհետև այդ փոխելը բանաձև չի բոլորի համար, ոչ ձևը, ոչ բանաձևը, ոչ մի բան ընդհանուր չկա, որ ասեն, որ բոլորը պետք է այս ձևով անենք։ Բոլորը տարբեր մակարդակի են։ Իրար մակարդակի հազվադեպ մարդիկ են լինում։ Բայց այդ տրանսֆորմացիան հենց դրա համար է, որ անկախ նրանից ինչ մակարդակի, որ կարողանաք բացասականը փոխակերպել դրականը։ Եղակա, որ անընդհատ ասում են, դու մարդ չես դառնա, դու դասերը չսովորեցի, դու ոչ մի բանի ընդունակ չես, երևի թուրքերեն էին ասում, բեբաշար ես, այսինքն ոչ մի բանի ընդունակ չես դառնում։ Եվ հանկարծ երեխան փորձում է այդ էներգիան, իհարկե ոչ գիտակցաբար, բայց անցյալ կյանքի փորձից, անցյալ կյանքի ուժից, որ այս կյանքում պետք է ինքը շարունակի ինչ որ մի մասնագիտական աշխատանք, ինչ որ ներքին աշխատանք, ինչ որ պաշար ունի եւ փոխակերպում է, տրանսֆորմացիա է ենթարկում բոլոր բացասական այդ հարվածները զգացմունքային, մտավոր, հոգևոր, նույնիսկ ֆիզիկական այդ հարվածների էներգիան բոլորը ինքը փոխում է եւ դառնում է գերազանցիկ չսովորող դպրոցում երեխան համալսարանում տեսնում ես գերազանց է սովորում։ Եվ հետո իհարկե արժանի բարձր պաշտոնի է։ Մարդը պետք է ոչ թե արձագանքի, ոչ թե պատասխանի ու գոհ լինի, որ այ ինքը սենց ասեց, ես էլ նենց ասեցի։ Այդտեղ տրանսֆորմացիա չկա։ Այդտեղ կա երկուսն էլ ստեղծում են լարված դաշտ։ Մեկը առիթ է տվողն է, մյուսն էլ արձագանքողն է։ Մեկը հայհոյեց, բացասական էներգիա է հայհոյանքը։ Ուր է գնում այդ էներգիան, շատ անգամ եմ խոսել այդ մասին։ Չի ջնջվում, չի կորում, մինչև բազմաթիվ անգամ վարքով, ամեն ինչով չի ներողություն չի խնդրում, կարող է բառերով չխնդրի, մինչև այն մարդուն չի հանգստացնում իր հաղորդակցության կուլտուրայով, իր հարաբերություններով, մինչև չի կարողանում կարգի բերել այդ տրանսֆորմացիան, այդ հարմարացնելը, հաճախականության, թրթռանքը չի ստացվի։ Բայց այդ տեսակ մարդիկ պետք է հիշեն, որ քանի անգամներ ասել են, որ եթե մենք ֆիզիկական պլանում անդադար մեկին անհանգստացնում ենք եւ անընդհատ ներողություն, լավ, եթե վիրավորվեցիք, ներողություն։ Մեր այսօրվա նյութը վիրավորանքներ չէ, սրտնեղությունը բան։ Այո, բայց դու ժամանակավորապես նրան հանգստացրեցի նրա այդ բացասական էներգիան, բայց երկնքում չես կարող ջնջել, մինչև չապաշխարես։ Ապաշխարանքը գնում է դեպի երկինք, որպես դրական էներգիա։ Ոչ թե բառերով են ապաշխարում, այլ անցյալում ինչ որ արել ես, այլևս որպես սովորություն չես շարունակելու։ Այսինքն, եթե գնում ես դեպի արևելք, անընդհատ, եւ սխալ է ճանապարհը, պետք է շրջվես հիմա դեպի արևմուտք գնաս, կամ հակառակը։ Ուղիղ հակառակն ես դառնում, հակառակ մարդ ես դառնում, նոր մարդ ես դառնում։ Ապաշխարությունը դա է։ Ոչ թե այն է, որ քահանան ձեռքը դնում է գլխին, աղոթք է անում, այնտեղ մի երկուսը լացում են ուրախությունից, ինչ լավ է, հանցագործ տղան հիմա ինչ խելոք տղա է դարձել, եկել է եկեղեցի։ Բայց պաշտամունքը վերջանում է, ընկերների հետ գնում է թաքուն այգում ծխում, թե ինչ է ծխում հայտնի չի։ Ապաշխարությունը դա չի, որ ցուցադրական կատարում է։ Դրական էներգիան դրանով չի ստեղծվում, որ ցուցադրում ես։
Դրական էներգիան ստեղծվում է ներքին աշխատանքով, համբերությամբ, ներողամտությամբ, ներքին ծրագրերը ավելի դժվարացնելով, նեղ դռները ավելի նեղացնելով, քեզ նեղը գցելով դուրս ես պրծնում այդ քննությունը հանձնում ես եւ դառնում ես ուրիշ մարդ։ Նույնիսկ դիմագծերդ են փոխվում, բարեկամներն են հեռանում, ասում են էս ով է, ոչ մեզ հետ կես բաժակ գոնե չի խմում, ոչ մեզ հետ չալաղաջները չի ուտում, հենց որ ծխախոտը հանում են թողնում փախնում է, էս մարդ հա բա, սա տղամարդ հա բա։ Ուրեմն տղամարդը նրանք են, ովքեր կենթանուց ավելի ցածր մակարդակի են իրանց գիտակցական մակարդակով, եւ ինչ պատահի լցնում են բերանը, ինչ պատահի լցնում են թոքերը, ժամանակից շուտ տանում են թաղում են, երեխաները մնում են որ, կինն էլ մնում է մենակ, ու դա տղամարդը։ Իսկ այդ տղամարդը, որ իրան փոխում է, հասկանում է, որ այս ամեն ինչը, ինչ որ մեր շուրջը կատարվում է, մենք ենք արել բոլորս, ամենքս մեր անցյալ կյանքերում եւ եկել է հիմա այս կյանքում էլ պակաս չենք դատում, մեղադրում, խռովում, նեղանում։ Ես քանի զույգեր եմ տեսել, երկու եղբայրներ, երկու քույրեր, արդեն 80 անց խռով մահացել են գնացել։ Ուր է գնում այս էներգիան։ Ինչու չի այս տրանսֆորմացիայի մասին փոխել, ինչ անել։ Ուզում եք մի հատ հասարակ օրինակ ասեմ, ֆիզիկական պլանի տրանսֆորմացիա, այսինքն ֆիզիկական ուժի։ Մի հատ ֆիլմ կար, Չելենտանոն խաղում էր։ Ոսիկ ջան կհուշես։ Կամակոր տղամարդու սանձահարումը կարծեմ։ Այո, Շեքսպիրը գրած են մյուս կամակոր, հա։ Ինքն էլ, որ արդեն սերային ցանկությունները սկսվում իր մոտ, չգիտի ոնց անի, որ մերժի, որ հրաժարվի դրանից, չի կարողանում։ Դուրս է գալի դուրս, փայտերը շարում է ու կացինը վերցնում, սկսում է այդ փայտերը կոտորել, որ էներգիան են մյուս փոխի դրական էներգիայի եւ գոնե մի օգտակար աշխատանք անի, փայտ կոտորի գոնե։ Եվ այդ բարերով հնարավոր չի նկարագրել, ամեն մարդ պետք է այդ ֆիլմը տեսնի, որ հասկանա ինչ բան է սեռական էներգիան կերպափոխել, ձևափոխել, տրանսֆորմացիա ենթարկել դրական մի ուրիշ աշխատանքով։ Հիմա սա ընդամենը օրինակ էր, ես չեմ ասում բոլոր հարցերում էսպես պետք է անել, բայց պետք է ներքին ուժը ավելացնել, հասկանալ, որ այս մարդը կարող է հիվանդել, կարող է երկրորդ հոգին մտել է մեջը, ինքն էլ չի զգում, բայց առանձին րոպեներին զգում ես, որ աչքերի արտահայտությունն էլ փոխվեց, իր խոսելն էլ փոխվեց, խոսքի երանգը փոխվեց, ամեն ինչ չես ճանաչում մարդուն, եւ նենց բաներ է խոսում, ինչ ձևով, ինչ երանգով ու բարձր, որ հարևանները բոլորը լսեն, ինչ անես այս մարդուն, ավելացնես իր այդ վիճակը, պետք է կարողանաս վերցնես մեջդ եւ փոխես, այսինքն չդատես, չմեղադրես, ձայնդ չբարձրացնես, բայց այդտեղ էլ երկու տարբերակ կա, մի տարբերակ կա, որ անընդհատ է արվում եւ դու կարող ես պարզապես հիվանդանալ, ինֆարկտ ստանալ, ես չգիտեմ, ինսուլտ կարող ես ստանալ, ամեն ինչ կարող ես ստանալ։ Բայց մյուս կողմից էլ, եթե դու սովորում ես ոչ էլ մտքերով իր հետ վիճել կռվել, ուղղակի խաղաղվում ես ու ինչքան որ ջղայնանում է, թողնում ես մի քիչ հեռավորություն ես պահպանում, որ հանգստանա, հետո նոր եթե մի բանի կարիք կա, գնաս օգնես, որովհետև ուրիշ ձևով
Եթե ընտանիքի անդամը ոնց կարող ես անել։ Տանես հոգեբույժների մոտ, որ ամեն այդ վիճակի մեջ ընկնելու սրսկեն, որ մի օր էլ տեսնես, որ աչքերը ոչ մի բան չեն ասում, չի էլ կարողանում խոսալ։ Բայց հերիք մի բան իրան դուր չեկավ, այնտեղ աթոռները, պատուհանները ամեն ինչ կարա ջարդի։ Եթե թևերը չկապեն, եթե նորից չսրսկեն եւ այսպես դա եղավ տրանսֆորմացիա, ոչ, որովհետեւ նեղ դռներով չենք սովորում անցնել։ Որն է այդ նեղ դուռը։ Նեղ դուռը այն է, որ դու փոխանակ սովորես ներել եւ դառնաս ներող, ոչ թե ծրագրով ներես, ես ներեմ, որպեսզի ինքն էլ ինձ ոչ մի բան չասի։ Դա չի գործում։ Երբ որ ներելը դառնում է հատկություն, ոչ թե խռովելը, չարանալը, բամբասելը հետևից, էներգիան շատացնելը բացասական, այլ փոխել քո վարքը, քո արձագանքը։ Ամենալավ փոխվելը լռությունն է, որովհետև բացասական էակներին, եթե շատ հեռու չգնանք, եթե ծխողին ասես քո ընտանիքի բոլորին վնաս ես տալու, էլ մի արա։ Ու տեսեք ինչ օրն անգնում։ Մի քիչ ավել խոսես կարող է մի բան վերցնի խփի գլխի։ Այդ մարդը արդեն զուր կա տրանսֆորմացիայի, չի կարող հասկանալ։ Նույնիսկ գնում է, տեսնում է, որտեղ գրած է չծխել, տակը կանգնում է ու ծխում է։ Դե ես սա մենակ ծխելն եմ ասում, բայց մյուս բոլոր բաները, որոնք մարդկային չեն, բայց դարձրել են մարդու սովորություն, հնարավոր չի փոխել։ Բայց ամեն մարդ, ով գիտակից մարդ է համարում իրեն, պետք է սովորի այս տրանսֆորմացիան կատարել։ Ուրեմն Հուսիկի հարցը այդ էր, որ ես փորձեցի սիրո միջոցով բացատրել, որ եթե սեր կա, տրանսֆորմացիայի կարիք էլ չկա։ Երեխային, որ սիրում եք, որ խփում է հանկարծ ձեր ոտքը ցավացնում է, դուք էլ իր ոտքն եք ցավացնում։ Որ հանկարծ մի բան է գցում վերևից, ընկնում է, ձեր ուսը կոտրվում է, թևը կոտրվում է, կամ գլխին ուժեղ ցավ է տալիս։ Դուք էլ վերցնում եք իր գլխին եք տալիս։ Չէ, որովհետև հասկանում եք, որ երեխան դիտավորյալ չարեց, պետք է ներել։ Մեծն էլ, եթե արդեն խախտվել է, չի կարողանում իրեն զսպի։ Պետք է սովորենք այդ էներգիան դաս ընդունել եւ մտածել, ոնց անենք, որ փոխենք։ Ֆիզիկական պլանի մի օրինակ էլ ասեմ։ Այկիդոյի ձև կա մարտական արվեստի։ Այ կոչվում է գարմոնիա, այսինքն ներդաշնակություն։ Կին էներգիան է, դոն անընդհատ կատարելագործման էներգիան։ Ներքին էներգիան, արտաքին էներգիան, այսինքն զգացմունքներով, մտքով, ֆիզիկական մարմնով անընդհատ կատարելագործման ճանապարհ։ Երբ որ հարձակվում են նրա վրա, այկիդոն հարձակվելու բան չի, մարտարվեստ չի։ Այկիդոն խաղաղության, ներդաշնակության մարտարվեստ է, որը միայն պաշտպանվում է հարձակվողի էներգիայով, ինքը էներգիա չի ծախսում, որ վնասի։ Երբ որ հարվածում են, ինքը ոչ բլոկ է դնում, պաշտպանում է, որ ցավացնի, ոչ էլ ինքն է խփում, բայց նրա էներգիայից օգտվում է, վերցնում, տանում, պտտում, ինքը ծանրության կենտրոնը ճիշտ պահելով, հավասարակշռված պահելով, անկյունները փոխում է իր դիրքի ու նրա էներգիայից օգտվում է, պտտում, գցում գետին, վերջ։ Սա մի վարժությունն ասեցի, որ գցում է գետին։ Բայց կարող է չգցի, բայց պտտի գնա մի բանին կպնի եւ այլն։ Այսինքն ինքը ագրեսիվ էներգիա չի թույլ տալիս իր մեջ մտնի։ Բայց երբ որ արդեն ուզում են վնասեն իրեն, կամ մի լուրջ խնդիր է լինում, ինքը գնում է ու հենց որ հարձակվում են, այդ էներգիայից է օգտվում, որ պաշտպանվի։ Այսինքն ինքը ստանում է էներգիա, իսկ նա հարձակվողը ծախսում է էներգիան դեպի իրեն, ի վնաս իրեն։
մոտավորապես այկիդոյի տեխնիկայով կարելի է օգտագործել, երբ որ խոսքով են հարցակվում։ Ինչպես հասարակ օրինակ բերեմ։ Հիմա հարցակվում են, չեն թողնում, որ դու խոսես, իրենք իրենց սխալը պնդում են, ու նեղանում են, որ ընդհատում ես ասում ես, լսես սխալ ես ասում։ Ես այդ ամեն ինչը գիտեմ հզոր ուսուցիչներից։ Բլավատսկայենա, Ելենա Ռերիխներն են ամբողջ օրին իրանց ընտանիքով, մարգարեներն են, էլ չեմ ասում Հիսուսի տված է բոլոր պատվիրանները, շատ կան, ուսմունքները շատ են։ Չէ, ինքը շարունակում է գրոհել։ Դու կարող ես ասել, դե լավ, դու ճիշտ ես, ամենքս էլ ճիշտ է, բայց ամենքս էլ մեր մակարդակի մեջ ենք ճիշտ։ Ոնց որ այդ մասին պատմել եմ Նիկոլայ Կոնստանտինովիչ Ռերիխը, ոնց է մեծ սիմպոզիումա համաշխարհային մշակույթի պահպանման չվնասելու պակտ որոշում միջազգային կարգավիճակ ստեղծել, որ պատերազմներ լինեն, ինչ որ լինեն, երկրաշարժ ջրհեղեղ անպայման համաշխարհային բոլոր ժողովուրդների այդ մշակույթը պաշտպանել։ Հատուկ ֆոնդ ունենալ ֆինանսական, որ կարողանան վերականգնել։ Մեկը կանգնեց ինչ որ իր մտքերին հակասական բան ասեց։ Հետո իրան որ խոսք տվեցին, կանգնեց, ասեց, ճիշտն ասած, ես իմ ասելիքը ամեն ինչ ասել եմ։ Իսկ ինքը որ հակասական միտք ասում, ինքը ճիշտ է։ Որ ասում ոնց է ճիշտ, վրդովում է, ասում է ինքը իր մակարդակով է ճիշտ։ Ինչ կարիք կա վիճել, ես խորստեղ չեմ իրան ապացուցել։ Եթե ինքը այդքան է հասկանում, ինքը ճիշտ է իր մակարդակով։ Առաջի դասարանի գերազանցիկը ճիշտ է իր մակարդակում։ 10-րդ դասարանի գերազանցիկներ ճիշտ է իր մակարդակում։ Վիճել չպետք է լինի։ Ամեն հայհոյանքին, եթե մեկն էլ հայհոյանքով է պատասխանում, ամեն հարվածին, եթե մյուսն էլ անպայման հարվածով է պատասխանում, այդ բոլոր էներգիաները կրկնապատկվում են։ Ուր են գնում, իրանց մեջ մնում են ու իրանք անընդհատ ճառագում են դեպի տիեզերք։ Տիեզերքն խոխաղալիք չի, ինչ ուղարկում են, այն էլ ստանում են։ Ուրեմն այսօրվա նյութը խռովքի մասին էր, սրտնեղության մասին էր, պետք է այս տրանսֆորմացիայի միտքը գաղափարը, որ մի քիչ երկար բացատրեցի, բայց ամեն մարդ իր ներսը կարող է գտնի, որտեղ ամենքից տարբերակը տարբեր է։ Պետք է գտնենք տարբերակը, ամենքս մեր մակարդակով, թե ոնց կարող ենք կանգնացնել այդ ագրեսիվ էներգիան։ Ես ձեզ խաղաղություն եմ ցանկանում, եթե հարցեր կլինեն, կոմենտների մեջ ոչ թե ձեր կարծիքը գրեք, այլ հարցը գրեք, որ հարցին պատասխանեմ, ոչ թե ձեր կարծիքը նայեմ տեսնեմ, որ խիստ անձնական կարծիք կա ու ցածր մակարդակի, ոնց որ մի քանի զրույց առաջ, որ մեկը ասեց, որ անցյալի փորձից ես մարդը պետք է իր անցյալի փորձից օգտվի եւ ուրախ ապրի այդ փորձով։ Այդ տեսակ մարդկանց խնդրում եմ ամենքը ձեր ընտանիքում գործի տեղը բարեկամական բարեկամության մեջ հարցրեք, ասեք դու երկրորդ դասարանում էիր ավելի խելացի թե 10-րդ դասարանում։ Իհարկե կասի 10-րդ դասարան։ Բա գնում ես երկրորդ դասարան ես ասում, որ այնտեղից փորձ ստանաս կյանքիդ։ Երբ որ դու չես կարողանում քո կեսը ընտրես, դու անցյալը պետք է գնաս տեսնես լավ ով ոնց է իր կեսը ընտրել, դու դրա ոսկե միջինը ընտրես։ Զարմանալի կարծիքներ են լնում մեկ-մեկ ու հենց հաստատուն են ասում, որ ոչ թե հարց են տալի, որ տեսնեն ինչ կպատասխանեն այդ հարցին։
Դե ձեր ավանակը վերցրեք այս արագընթաց ազատուղի մեջ, ավանակին փալանը գցեք վրեն, ջուրը կուժը կուլան դրեկը, հացուպանիրը դրեք մեջը ու ճամփանգեք տերեխներով։ Անցյալից փորձից վերցրեք ու լավ հիշեք, որ անցյալի փորձն է մեզ բերել այսօրվա օրին։ Այսօրն էլ կլինի մի քանի տարի հետո անցյալ։ Ինչ փորձ պետք է վերցնեք այսօրվանից, որ նոր աշխարհում կարողանա գոյատևել գոնե, ոչ թե ապրել, այլ գոյատևել։ Այսինքն ծառերն էլ են գոյատևում, էլի։ Նրանք չեն զարգանում, նրանք աճում են։ Իսկ մենք հիմա մեծ մասով աճում ենք ծառերի նման։ Ուտում ենք ու գնում, ներողություն քիչ գնում էլի ասել։ Խաղաղություն ձեզ, խնդրում եմ իմ ոչ թե խոսքերից ուշադիր եղեք, միգուցե վրդովված երբեմն սայթակումներ եմ թույլ տալիս, այլ ուշադրություն դարձրեք, թե ինչ թեմայի մասին եմ խոսում եւ ինչու համար եմ խոսում, ինչու եմ այս խառը ժամանակներին այդ մասին խոսում, որովհետեւ լարված դաշտ ենք ստեղծում ամեն տեղ, ամեն մարդու հետ չենք կարող ազատվենք մեր հպարտությունից, չունենք հեզություն, խոնարհություն, համեստություն, գոնե Աստծո օրենքների առաջ, գոնե այդտեղ էլ չունենք։ Խաղաղություն ձեզ, համբերություն, մինչև հաջորդ զրույց։